մարդիկ փորձում են արվեստը տարբեր ձևով ցույց տալ, ասենք, չգիտեմ, գարեջրի շիշը կոտրում են գլխին, ինչքան թափվեց երեսին, դա համարվում է արվեստ, կամ ներկի, չգիտեմ, դույլով շուռ են տալիս իրանց վրա, դա համարվում է արվեստ, մեխը խփում են պատին, այդ մեխից իրանց ականջից կախում են, նմանատիպ տենց արվեստի շատ տրեշ տարբերակները շատերս տեսել ենք։ Բանանը սկոչով։ Բանանը սկոչով է երևի ամենանուրբն էր, որտեվ ես ներկայացնում եմ, որ չգիտեմ, ավազա մեշոկի մեջ sense ծակում է, մեշոկը մի երկու կրուկ ֆռստում է սենյակում, վայ, ասենք արվեստ է սա։ Առանց հեյթի, առանց ինչ-որ լուրի, քո վերաբերմունքը դրան։ Որպես արվեստագետ ասեմ, եթե մի քիչ շատ ծայրը հեղացնենք, իրականում դե գոյություն ունի մոդեռն արտը, որ բացարձակ դե արդեն սահմանը, արվեստը առհասարակ սահմանը չի ճանաչում, բայց այս մոդեռնը առհասարակ սահմանը չի ճանաչում։ Անկեղծ լինեմ, նոր ասեցի մի քանի րոպե առաջ էլ, ես մի քիչ ոնց որ սխալ ժամանակաշրջանում ծնված լինեմ, էլի, մի քանի 100 տարի։ 16-րդ դարում։ Հա, այդ կողմերն եմ ու իրոք տենց եմ մտածում, տենց եմ ուզում, ոչ թե ես ինձ ստիպել եմ ասել եմ այ այս ճանապարհը գնա, չէ, ես ինձ լրիվ ազատ եմ թողել, տարբեր բաներ փորձել եմ, գրեթե բոլոր իզմերը փորձել եմ, ամեն ինչով նկարել եմ, ամեն ինչի վրա նկարել եմ, բայց ինքն իրան ոնց որ օրգանիզմը գնում այն ճանապարհը, որ ամենահոգեհարազատն է։ Հիմա ինձ ամենահոգեհարազատը, չգիտեմ, ինչ որ հիպերռեալիստական որոշակի դրվագներ կնեն, կարող է ռոմանտիզմից մի հատված լինի, բայց всё-таки ամեն ինչը գնում է դեպի հետ։ Նորը ոչ թե ասում եմ վատ է, իհարկե չի կարելի, առհասարակ չի կարելի ասել այս նկարիչը վատ նկարիչ է, այս գործը վատ գործ է։ Ուղղակի ասում ես քոնը չի։ Վատի հարցը չի, ես ինքս էլ կարամ, չէ, ասենք մեշոկը ծակեմ արտվորկով, բայց ես չեմ կարող մի հատ ամբողջ կտավ նկարել։ Դե հենց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, իրանք ասում են, եթե կարաս բարա, դու չես անում, մենք ենք անում։ Ես իրանց կողմից է որ նայեմ, տենց կարամ մեկտաբանեմ, բայց եթե ամփոփ ասեմ, ուղղակի ես ասում, իմը չի։ Բայց չեմ ասում, լավն է, չեմ ասում, իրանք վատն են, իրանց գործերն ավատ, հա, որոշ բաներ կար աբսուրդի է վերածված, ես այդ ընդունում եմ, բայց նույնիսկ շատ ժամանակ այդ աբսուրդը եղել է նաև այն ժանրերի մեջ, այն իզմերի մեջ, որը որ մենք հիմա շատ ենք սիրում։ Ժամանակին աբսուրդ եղել է նաև իմպրեսիոնիզմը, հա, հենց դրանից է սկսվել։ Դրա համար ուղղակի պետք է ընդունել, որ կա տենց բան։ Իզմերներ կա։ Շատ կարևոր են, բայց ասածս այն է, որ ուղղակի պետք է համակերպվել այն մտքեր, որ այս արևի տակ իրավունք ունեն ապրելու գրեթե բոլորը։